Ինչպես է դիրքավորվել Թեհրանը Երևանի ու Բաքվի հետ քաղաքական հարաբերություններում։ Քաղաքագետը Իրանից ասում է, թե Հայաստանի հետ հարաբերություններում Իրանը աջակցող է։ Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։ Ադրբեջանի հետ Իրանը չեզոքացման քաղաքականություն է վարում, զսպում հնարավոր վտանգները Բաքվից։ Անհասկանալի է նախագահ Փեզեշքյանի հայտարարությունները, որ մենք եղբայրներ ենք, ինչ-որ շատ ջերմ չէր Ալիևի հետ։ Իրան եւ Ադրբեջանի հարաբերությունները միշտ Իրանի համար չեզոքացման եւ ազատությունը մեծացնելու համար են եղել, որովհետեւ Ադրբեջանը լայն համագործակցություն ունի Իրանի ողջամիտ ճշտամի Իսրայելի հետ եւ Իրանի ամենամեծ մերձակիցը տարածաշրջանում Թուրքիայի հետ։ Իրանը փորձում է իր ազդեցությունը մեծացնի Ադրբեջանում, որպեսզի կարողանա այդ հակառակորդների վտանգը եւ ազդեցությունը Ադրբեջանի վրա չեզոքացնի։ Դիվանագիտական ժեստ համարենք դա։ Այո, միանշանակ, որովհետեւ ամենաշատ Իրանի քաղաքությունը Ադրբեջանին չեզոքացնել եւ գետրել Իրանի թեկնամիներին եւ մերձակիցների, բայց Հայաստանի հետ ավելի ջերմ է, Հայաստանի հետ ավելի անկեղծ քաղաքություն է վարվում։ Փույա Հոսեյնին հիշեցնում է, որ մինչև Բաքու մեկնելը նախագահ Փեզեշքյանը ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում պարզաբանեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանային տարածքային խնդիրները կարող են վերանալ այն դեպքում, եթե երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն հաշվի առնելով կողմերի իրավունքները։ Եվ ահա այս համապատկերում է թերևս, որ Իրանը փորձում է սեղմել Բաքվի ախորժակը, Իրանի տարածքով ապահովել Ադրբեջան-Նախիջևան կապը, որպեսզի Ադրբեջանը մոռանա չբարձրաձայնի Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցը։ Բաքվում Փեզեշքյանն ասաց, որ մենք ճանապարհ տալիս ենք, միջանցք մի ուզեք։ Այո, տարիներ շարունակ 2020 թվականից պատերազմից ժամանակ Իրանը բոլոր հնարավոր դիպլոմատական ջանքեր է գործադրում, որպեսզի Ադրբեջանին զես պահի ագրեսիային Հայաստանի վրա եւ իրենց նկերդումները Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ չեզոքացնի եւ բարոն Փեզեշքյանի այս Ադրբեջանում եւ իր հայտարարությունները դրամահավար են, որ Իրանը ուզում է ճանապարհ, բարի լավ ճանապարհ դրամադրի Ադրբեջանին, որովհետեւ տարիներ շարունակ Ադրբեջանը Նախճավանին միացնող ճանապարհը Իրանի տարածքում էին եղել, բայց Իրանը փորձում է այդ ճանապարհին դրամադրելով չեզոքացնի իրենց նկերդումները Հայաստանի վերաբերյալ եւ Սյունիքի մարզում։ Իսկ համաձայնել է Ալիևը, Փեզեշքյանին հաջողվել է համոզել նրան մոռանալ Զանգեզուրի միջանցքը եւ կենտրոնանալ իրանական ճանապարհի վրա։ Քաղաքագետը Իրանից լավ գիտի, թե ինչ կա Ալիևի ատամի տակ։ Նրանք երբեք չեն մոռանա պանթուրքիզմի գաղափարը, ասում է Հոսեյնին։ Բարձ է Թուրքիայի եւ Ադրբեջանին շարունակ այդ նկերդումները կունենան, որովհետեւ դա Պանթուրքիզմի մեծ գաղափար է, որ մեծ թուրան սարքեն, մեծ թուրքական պետություն սարքեն, մինչև Չինաստան, դա մնում է ուժի մեջ իրանց նկերդումները, բայց Իրանը փորձում է ամեն դեպքում չեզոքացնի այս սպառնալիքները, որ կա, որովհետև դա ոչ միայն Հայաստանի վտանգում է, այլ Իրանի անվտանգությունը վտանգի տակ է։ Իրանը փորձում է բոլոր ճանապարհներով զերծ պահի Ադրբեջանին նման նկերդումներից եւ նման ագրեսիայից։ Եվ ահա այս համատեքստում է, որ ըստ Թեհրանցի քաղաքագետի Իրանի նախագահը ադրբեջանական լրատվամիջոցին էլ ասաց. ճանապարհը պատրաստում ենք, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Փեզեշքյանի բառերն են։ Իրանը ըստ Փույա Հոսեյնի մտահոգ է տարածաշրջանի զարգացումներով։ Ասում է, Իրան-Միացյալ Նահանգների բանակցությունները ձախողվելու դեպքում հնարավոր է փորձեն ռազմական ճանապարհով Իրանի հետ խնդիրները լուծել։ Թեհրանում մտահոգ են, որ անդրկովկասում էլ երկրորդ ճակատ կբացվի եւ Իրանի թուլանալու դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն Զանգեզուրի միջանցք ասածին հասնել։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։